Օգնության խոսքեր հավատացյալներին Զոյա Ասլանյան կամ Զոյա Ղարիբյան Թող պարծենա նա, ով հավիտյան կկարողանա երկրի վրա մնալ ու ապրել։ Նույնիսկ Հիսուսը չմնաց, դրա համար էլ ոչ մի արարած չի մնալու։ Երկրի վրա մեր կյանքը ժամանակավոր է ու անցողիկ, ուստի սիրելիս, մահվան դռնով բոլորն էլ անցնելու են ուշ թե շուտ։ Մտածենք, թե արդյոք դրանից հետո ինչ է սպասվում մեզ։ Այդ հարցի պատասխանը մեզ տվել է Աստված իր Աստվածաշնչում, կարդա ու իմացիր։ Մահից հետո ասված խոսքերը մահացածի համար այլևս արժեք չունեն, ինչպես վիրավորելուց հետո ներողություն խնդրելը, լավությանը վատությունով պատասխանելուց հետո քծնելը, այս ամենը կեղծավոր դրսևորումներ են, այս ամենը նման է կոտրված ամանը նորից սոսնձելուն, միևնույն է ամանը իր արժեքը կորցնելու է, որքան էլ ջանանք, քանի որ օրիգինալ տեսքը հետ չենք բերի, այդպես է նաև ին վերևում թվարկած դեպքերը։ Օրերից մի օր մարդկության համար ծիծաղելի կլինի, երբ որ հիշենք, թե ինչերի համար ենք երկրի վրա պայքարել, վիճել և նույնիսկ պատերազմներ արել, հողերի համար կյանքեր զոհել, դրանք բոլորը հավիտենականության հետ կապ չունեցող ու անարժեք են։ Աստված մարդուն նախօրոք զգուշացրել էր արգելված պտղի մասին, քանի որ գիտեր, որ երբ չարը մտներ մարդու մեջ ու այդ մարդկությունը հավիտենական ապրեր, ապա ամբողջ տիեզերքը վարակված կլիներ ու չարը կապրեր հավիտենական։ Իսկ երբ ասաց, երբ ուտեք կմահանաք, դրանով Աստված վերջ դրեց չարի հավիտենական ապրելուն, մահով վերջանում են չարի գործերը, գրված է մահը կուլ գնաց հաղթությանը, ուր է մահ քո հաղթանակը, ուր է գերեզման քո խայթոցը, դրանից հետո ամեն ինչ նոր է սկսվում, գրված է մահվան օրը ծնված օրից լավ է։ Մահին ոչ ոք չի կարող կանգնեցնել, միայն Հիսուսը կանգնեցրեց, մահի վերջը կենդանի արարածի մարմնի թողելն է երկրի վրա, երբ մարմինը թողում ենք այս երկրի վրա ու գնում ենք, այդ դեպքում մահը վերջանում է, դրանից հետո սկսվում է նոր կյանք կամ հավիտենականություն Աստծո հետ կամ դժոխքը սատանայի հետ, ուստի սիրելիներս պատգամը դրված է, քանի դեռ երկրի վրա եք, վարվեք իմաստությամբ։ Ինչ լինելու է, թող լինի, վերջն է երկնքի ու երկրի, ուրեմն կտեղափոխվեմ մոտը Հիսուսի, մնալու են երկինքն ու երկիրը, նորից կմնամ մոտը Հիսուսի, ինքն է սկիզբը և վերջը, ինքն է ալֆան և օմեղան, թե երկնքում, թե երկրի վրա, ամենուր։ Մահից ես չեմ վախենում, մահն ինձ ինչ կարող է անել, եթե մեռնեմ էլ, ընդմիշտ Հիսուսի հետ կլինեմ։ Հիսուսը ասաց, ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի, և ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Երկնային բնակությանը կգնանք, մեզ համար պատրաստված այն տունը, որ երբեք չի կարող քանդել սատկած շունը, Հիսուսն ասաց, ձեր սրտերը թող չխռովին։ Աստծուն հավատացեք և ինձ հավատացեք, իմ Հոր տանը շատ բնակարաններ կան, ապա թե ոչ ես ձեզ կասեի, գնամ ձեզ համար տեղ պատրաստելու, և եթե գնամ և ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ իմ մոտ կտանեմ, որ ուր որ ես եմ, դուք էլ լինեք։ Հովհաննես 14:1-3 համարներ։ Չպիտի մեռնեմ, այլ պիտի ապրեմ, որ Տիրոջ գործերը պատմեմ։
և ազգերի մեջ նրա կատարած հրաշքները գովաբանեմ։ Զարմանալի կլինի մարդ արարածի համար, երբ գերեզմաներում ոչ թե հողի երեսին տարբեր զարդարված քարերին նայի, այլ հողի մեջ թաղված նույնանման ոսկորներին։ Աչքիդ երևացող բաներով մի նայիր ու մի քննիր, այլ չերևացող բաներով։ Երևացողը խաբուսիկ է, իսկ չերևացողը հավիտենական ու իրական։ Նույնիսկ քո հիվանդությունը, որ երևում է, խաբուսիկ է, իսկ դու նրա վերքերով բժշկվել ես, դա է իրականը։ Եվ նրա վերքերով դուք բժշկվեցիք։ Մենք մեր աչքերը հառած պահում ենք ոչ թե երևացող բաներին, այլ չերևացողներին, որովհետև երևացող բաները ժամանակավոր են, իսկ չերևացողները հավիտենական։ Ամեն։